Ողջույն, այսօր խոսելու ենք շատերին հուզող մի խնդրի գլխացավի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք նյարդաբան Անուշ Գասպարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գրեթե բոլորը ունենում են գլխացավեր, սակայն որ դեպքում պետք է անհանգստանան։ Ճիշտ է, այդպիսի մարդ չկա երևի թե որ իր կյանքում գոնե մեկ անգամ կամ մի քանի անգամ չունենա գլխացավեր։ Պետք է անհանգստանալ արդեն իսկ այն ժամանակ, երբ որ գլխացավերի բնույթը փոխվում է։ Այդ սովորական գլխացավերը, որոնք որ երբևէ լինում են հոգնածության, լարվածությունից, չքնելուց, կերծանրաբեռնվածությունից, ստրեսներից, դրանց բնույթը փոխվում է, դրանք հաճախանում են, դրանք դառնում են ամենօրյա, դրանք ուժ գնանում են, դրանք դառնում են սուր, կամ օրինակի համար մենք ունենում ենք այնպիսի գլխացավ, որը որ երբևէ կյանքում չենք ունեցել ու ինքը իր բնույթով տարբերվում է մնացած ժամանակ ունեցած գլխացավերից, կամ միանգամից կտրուկ շատ սուր առաջացող գլխացավերից։ Դրանք բոլորը այն դեպքերն են, որոնց ժամանակ արդեն իսկ պետք է դարձնել ուշադրություն եւ անպայման դիմել բժշկի հասկանալու համար, թե ինչ պատճառով է գլխացավը, որտեղ գլխացավերը առհասարակ ու ցավը օրգանիզմում, քանի որ գլխացավը ամենաառաջին, այսպես ասած, եւ ամենահաճախ հանդիպող սինդրոմներից մեկն է, առհասարակ ցավեր է ու այն ամեն ինչը ինչ որ մեր օրգանիզմի հետ կատարվում է, որպես սիգնալ, դա ինչ որ նշան է, որ օրգանիզմը ինչ որ մի բան այնպես չի իրականանում, ինչպես որ պետք է իրականանա, ու տվյալ դեպքում գլխացավի միջոցով ուզում է օրգանիզմը իմացնել, որ օրգանիզմում ինչ որ մի բան այնպես չէ, նյութաբող խնակությունը այնպես չէ, արյան-շրջանառությունը կամ շատ այլ պատճառներ կախված գլխացավի տեսակից, բնույթից ու թե ինչ ձևով է ընթանում։ Այդ պատճառով սովորաբար, եթե գլխացավերը սովորական չեն, բնորոշ չեն, իրենց անպայման պետք է ուշադրություն դարձնել։ Ասացիք լինում են նաև կտրուկ գլխացավեր, դա ինչի հետ կարող է կապ ունենալ։ Օրինակ շատ սուր միանգամից նոպայանման առաջացող գլխացավերը կարող են լինել անոթի պատռման հետևանքով, հեմորագիկ ինսուլտների ժամանակ կարող են լինել, հիմնականում այդ ժամանակ են լինում շատ սուր առաջացած գլխացավերը, որ անգամ դեղորայքով չի անցնում։ Միանշանակ չի անցնում ու դրանց ժամանակ միանգամից պետք է դիմել բժշկի։ Բացառելու համար արյան, այսպես ասած, պատրումը կարող է լինել անիվրիզմա, որը որ մի փոքր ճնշման տատանման հետևանքով պատրվել եւ դեպի ուղեղ արյուն լցվի։ Այդ պատճառով սուր նոպայանման կտրուկ առաջացած գլխացավը պարտադիր բժշկի դիմելու առաջի պայմաններից մեկն է։ Գլխացավերը նաեւ տեսակներ են ունենում։ Այո, նախ կարանք բաժանենք, այսպես ասած, մեծ խմբերի առաջնային գլխացավեր եւ երկրորդային գլխացավեր։ Առաջնային գլխացավերը իրենք իրենցից առանձին հիվանդություն են ներկայացնում։ Դրանք են հիմնականում լարվածության տիպի գլխացավերը, միգրենի, կլաստերային տիպի գլխացավերը, վերջերս նաեւ արդեն ամերիկյան եվրոպական բժշկությունն է նկարագրում է հիպնիկ տեսակի գլխացավերը, շատ հետաքրքիր տիպի գլխացավեր են, ինձ թվում է դրա մասին ասեմ մի փոքր ուշ կխոսենք։ Ինչ են իրենցից ներկայացնում։ Իրենք առանձին նոզոլոգիական միավորներ են, այսինքն առանձին հիվանդություն են ու իրանց առանձին մենք որպես հիվանդություն բուժում ենք։ Եվ կան երկրորդային գլխացավեր։ Այդ երկրորդային գլխացավերը նրանք առաջանում են ինչ որ մի հիվանդությունների պատճառ, այսինքն իրանք սիմպտոմ են այլ հիվանդության, օրինակ ճնշումից առաջացած գլխացավերը, շաքարային դիաբետի ժամանակ կարող են լինել ցանկացած տարբեր խնդիրներ, որոնք որ կարող են բերել գլխացավերի որպես սիմպտոմ, դրանք արդեն իսկ պատճառն են, երկրորդային տիպի գլխացավեր են համարվում։ Հետաքրքրեց այդ նոր տեսակը ինչ է իրենց ներկայացնում։ Շատ նման է լարվածության տիպի գլխացավերին ու սովորաբար նրանք վերջերս ցած հետաքրքիր դեպք եղավ, երբ որ գնացել էինք կոնֆերանսի արտերկիր, այնտեղ ներկայացրեցին այդ հիպնիկ գլխացավերի մասին ու նկարագրեցին, որ նրանք անցնում են սուրճ խմելուց հետո։ Շատ հետաքրքիր, այսպես ասած, աժիոտաժ եղավ մեր հայ բժիշկների շրջանում, ասում ենք, դուք նոր եք բացահայտում, մեր հայերը վախից գիտեն դրա մասին, հենց գլուխները ցավում է, իրանք սուրճ են խմում, որ գլխացավերը անցնի, տենց այսպես ասած որպես այդպեսին անուն չուներ մինչև հիմա այդ գլխացավը արդեն ունի անուն ու ինքը առաջանում է կոֆեինի պակասի հետևանքով որոշակի մարդկանց մոտ ու երեկոյան ժամերին հիմնականում առաջանում երբեմն գիշերը միայն սուրճ խմելով մի բաժակ սուրճ են խմում ու անցնում է գլխացավը։
Բայց հաճախ բժիշկները նշում են, որ սուրճը եւ գինին գլխացավ են առաջացնում։ Այ դա արդեն այո, շատ կախված է թե որ տեսակի գլխացավն է։ Դրա համար, երբ որ գլխացավերը իրենք հաճախ են կրկնվում, քրոնիկ են դառնում, սկսում են անհանգստացնել, խանգարում են առօրյա գործունեությանը, մարդու ինքնազգացողությանը, աշխատունակությանը, այդ դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկի հասկանալու համար գլխացավի որ տեսակն է, որովհետև գլխացավերի բոլոր տեսակները իրանք բուժվում են տարբեր ձևերով։ Մի գլխացավին այո սուրճ կարելի է, մի գլխացավին սուրճ չի կարելի, մի գլխացավին գինին բացառություն չէ, գլխացավ ունենք, որի ժամանակ գինին համարվում է հենց տրիգեր ու նպաստում է գլխացավի առաջացման, օրինակ միգրենին։ Այլ ալկոհոլային տեսակներ մենք ունենք, որոնք որ կլաստերային տիպի գլխացավերի ժամանակ խորհուրդ չենք տալիս, նույնիսկ նշում ենք, որպեսզի բացառեն պացիենտները։ Այդ պատճառով շատ կարևոր է հասկանանք մարդու մոտ գլխացավի որ տեսակն է, ինչի պատճառով է առաջանում, որ կարողանանք իրեն ճիշտ խորհուրդներ տալ։ Շատ դեպքերում այդ երբ հասկանում ենք, որ գլխացավի որ տեսակն է, ճիշտ խորհուրդները, ապրելակերպի որոշակի հիվանդությունների կարգավորման վերահսկման պարագայում գլխացավերը այլևս մարդ չի ունենում ու հեչ պարտադիր չի, որ ինքը հենց գլխացավը բուժի, այսինքն մենք պատճառները վերացնում ենք, գլխացավը չի լինում։ Դա ամենահեշտ, այսպես ասած, տարբերակն է, բայց երբ որ դառնում է արդեն իսկ քրոնիկ, բնականաբար առանց դեղորայքի չենք կարող։ Մարդը եթե ունենա տեսողության հետ կապված խնդիր, կարող է դա գլխացավի պատճառ դառնալ։ Այո, կարճատեսությունը նույնպես համարվում է գլխացավի առաջացման պատճառներից մեկը կարող է։ Եթե սխալ ակնոց են կրում կամ եթե գերծանրաբեռնում են աչքերը, երբեմն կարող է նաև առաջանալ ներկանգային հիպերտենսիա, այսինքն ներկանգային ճնշում, որից նաև առաջանան տեսողության խնդիրներ, բայց պացիենտը հենց տեսողության խնդրի համար դիմի բժշկի չիմանալով, որ ինքն ունի ներկանգային ճնշում, որից եւ առաջանում է եւ իր տեսողության խանգարումները եւ գլխացավերը։ Շատ կարեւոր է, որ նման դեպքերում անպայման ակնահատակի հետազոտության ժամանակ հայտնաբերված փոփոխությունների դեպքում ակնաբուժը նույնպես ուղղորդի, որ նաեւ կա խնդիր գլխուղեղի հետ կապված, որը որ կարող է բերել թե տեսողության խանգարման վատացման, թե գլխացավերի առաջացմանը։ Շատերը հիմնականում գնում են օպտիկա, ընտրում են ակնոց, բայց ակնահատակը չեն ստուգում, այսինքն կարող է դա գլխացավերի հետ կապված լինել։ Այո, պետք է նաև անպայման տարբերակել ինչի հետևանքով է մարդու մոտ առաջացել է տեսողության խնդիրները, այդ պատճառով միայն ուղղակի գնալ օպտիկա ակնոց վերցնելու, ակնոց կրելը, ինչքան է եղել ակնոցը վերցնում են, կրում են, գլխացավերը ուժեղանում են։ Դա հենց սխալ, այսպես ասած, նույնիսկ սխալ ակնոցի ընտրության դեպքում էլ կարող է այդպես լինել եւ սխալ ակնոցի ընտրության դեպքում նույնպես կարող են առաջանալ գլխացավեր։ Սրանք արդեն այդ իմ նշած երկրորդային տիպի գլխացավերն են, որոնք ինչ որ մի բանի հետևանքով են առաջանում, ոչ թե ինքնին իրենցով առաջացած են։ Մեր օրերում բոլորը կարճած են հեռախոսներից, դրանք եւս կարող են գլխացավի պատճառ հանդիսանալ։ Այո, այդ կենտրոնացած անդադ ինչ որ մի տեղի նայելը, թե հեռախոսների, թե կոմպյուտերները, մենք շատերը աշխատում են կոմպյուտերներով, դրանք նույնպես բերում են գլխացավերի առաջացման երեխաների մոտ շատ հաճախ, որովհետև նրանք sense կլանվում են, կենտրոնանում են ու շատ մոտիկ են պահում գadgetները։ Դա նույնպես երեխաների մոտ կարող է առաջացնել թե գլխացավեր, թե նաև ծիկեր։ Շատ տարածված է վերջի շրջանում ծիկերը, այսինքն օրինակ քթի, բերանի, աչքերի ակամաշարժումները, աչքերը սկսում են այսպես արագ-արագ թարթել, երեխաների մոտ նամանավանդ փորձական դեռահաս տարիքում շատ է առաջանում ու հենց պատճառներից մեկը այդ գadgetների շատ օգտագործումն է, որը նաև կարող է բերել գլխացավերի առաջացման երեխեքի մոտ։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ ծնողները հետևողական լինեն, նույնիսկ չեն կարող բնականաբար բացառել, որպեսզի երեխան ընդհանրապես չզբաղվի գadgetով, բայց սահմանափակ ժամանակահատված ու գոնե նայելուց այդպես շատ մոտիկ իրանք չնայեն։ Օրինակ օրը 1-ից 2 ժամ երևի։ Ես մինչև 1 ժամ եմ խորհուրդ տալիս, որովհետև բացի նրանից, որ խաղ են խաղում կամ ինչ որ այսպես ասած վիդեոներ են նայում, նաև շատ դեռահաս տարիքի երեխաները օգտվում են կոմպյուտերներից, պլանշետներից, հեռախոսներից սովորելու հետ կապված ինչ որ հարցերում ինֆորմացիաներ են դուրս բերում, այսինքն նրանք անկախ այդ խաղալուց ու զբաղվելուց հեռախոսներով նաև որոշ դեպքերում աշխատում են գadgetներով գումարային դրանք արդեն իսկ ժամանակ են էլի ոնց որ դառնում, որ գոնե այն պրոստը զբաղվելը լինի մի ժամ։
Իսկ խիտ արյունը եւս պատճառ է դառնում գլխացավի։ Այո, արյան խտությունը նույնպես կարող է պատճառ լինել գլխացավերի, տվյալ դեպքում կարող է առաջանալ գլխուեղի արյան շրջանառության անբավարարություն, այսինքն դեպի գլխուեղի արյան շրջանառությունը դժվար է մատակարարվում, առաջանում է խրոնիկ արյան շրջանառության անբավարարություն ու նույնպես բերել գլխացավերի։ Շատ մարդիկ են լինում, որ ասում են առավոտյան գլխացավով է մարտնանում, երեկոյան նոր անցնում է։ Սա ինչ որ խնդրի հետ է կապված։ Եթե դա մշտական բնույթ է գրում, պարտադիր պետք է հետազոտվել։ Այո, կարող են լինել խնդիրներ, ինչպես երկրորդային տիպի գլխացավեր, այսինքն ինչ որ մի խնդրի հետևանքով առաջացած գլխացավեր, այնպես էլ օրինակ կարող են լինել լարվածության տիպի գլխացավեր, որոնք որ իրենք առաջնային տիպի գլխացավ են, բայց սովորաբար առաջնային գլխացավերը իրենք օրվա երկրորդ կեսն սկսում, բայց կան պացիենտներ, ովքեր որ օրինակ ունեն վատ գիշերային քուն, ուշ են քնում, քնի խանգարումներ ունեն, այդ ժամանակ չի հասցնում օրգանիզմը հանգստանա, այդ մկանների լարվածությունը չի հասցնում թուլանալ եւ այդ ժամանակ առավոտյան կարող են արթնանալ այո գլխացավով։ Խրոնիկ հոգնածության ժամանակ կարող է լինել, որ արդեն իսկ առավոտյան մարդը առաջ արտանում է գլխացավերով։ Դրանք շատ տարածված են, բայց երբ որ դրանք ամենօրյա են, արդեն իսկ դա պատճառ է, որպեսզի մենք դիմենք բժշկի։ Բնականաբար, եթե օրինակ մի օր է, որը առաջանում է գերհոգնած, գերլարված, չոր ստրեսային օրից հետո, չգիտեմ, կամ մի օր չենք քնում, երկար թռիչքներից հետո, 1-2 օր տևող գլխացավերը դրանք նորմալ են, կարող են լինել, բոլորիս հետ պատահում են, բայց եթե դրանք ամենօրյա են, շարունակական բնույթ ունեն եւ կրկնվում են շաբաթական 2-3 եւ ավել անգամ, դրանք արդեն իսկ դառնում են խրոնիկ ու պարտադիր պետք է դիմել բժշկի։ Հաճախ եմ լսում, որ ասում են այդ ցաղ կիսագունդը սահավոր ցավում է։ Սա գլխացավի որ տեսակին է պատկանում։ Կիսագնդային գլխացավերը կամ միակողմանի գլխացավերը ու կապ չունի, դա ցախն է թե աջ, մարդկա իր մոտ ցախն է, մարդկա իր մոտ աչը, կարող է լինել միշտ մի կողմը, կարող է լինել մի անգամ մի կողմը, մի անգամ մյուս կողմը։ Սովորաբար սրանք բնորոշ են միգրենի եւ կլաստերային տիպի գլխացավերին։ Դրանք իրար շատ նման են, իրականում շատ դեպքերում նույնիսկ բժիշկներն են դժվարանում տարբերակել թե դրանցից որ մեկն է, որովհետեւ երբ որ նրանք դառնում են խրոնիկ, նրանք կարող են սիմպտոմները խառնվել եւ տարբեր ձևով դրսեւորվել։ Շատ կարեւոր է պացիենտի ճիշտ անամնեզը տվյալ դեպքում, որովհետեւ նրանց բուժումը գլոբալ իրարից տարբերվում է։ Շատ տարբեր է բուժումը, եւ մեխանիզմներն էլ է առաջացման տարբեր, բայց քանի որ երկուսն էլ մի կողմով են ցավում, շատ դեպքերում դրանք իրար, այսպես ասած, խառնում են էլի որոշակի դեպքերում, օրինակ շատ երկար ժամանակ լինում է պացիենտ, որ ունեն մեկ կլաստերային տիպի գլխացավ, բայց տարիներով բուժում է միգրենի համար։ Չիմանալով, որ իր մոտ կլաստերային տիպի գլխացավեր է եւ բնականաբար այդ գլխացավերը չեն անցնում, որովհետեւ սխալ ախտորոշում, սխալ բուժում։ Ու հակառակը կարող է նաև լինի, մենք մտածենք, որ դա կլաստերային տիպի գլխացավ է, բայց իրականում միգրենի տեսակներից մեկն է, որ բնականաբար էլի բուժումը լիարժեք չի լինելու։ Եթե մենք ունենք ճիշտ ախտորոշում, բուժումը բնականաբար շատ ավելի հեշտ է։ Ամենակարևորը ճիշտ ախտորոշումը ու հասկանալ գլխացավի որ տեսակն է։ Միգրենին որ ախտանշաններն են բնորոշ, ինչպես մարդը տարբերի։ Դե տեսեք, կան կլասիկ միգրեն, կոչված է այսպես ասած, աուրայով եւ ոչ աուրայով։ Եթե աուրայով միգրենն է, մինչեւ գլխացավի սկսելը միշտ լինում են ինչ-որ նախանշաններ։ Մարդկա իր մոտ առաջանում են աստղիկներ, փայլիկներ, ինչ-որ տենց տեսողական տարբեր խնդիրներ, մարդկա իր մոտ լինում է օրինակ տեսողության, այսպես ասած, տեսադաշտերի փոքրացում, ոնց որ տենց թունելի միջով տեսնի, այսինքն տեսողական որոշակի փոփոխություններ, որին միշտ հաջորդում է գլխացավը։ Կարող է լինել օրինակ ձեռքի ոտքի թուլություն, կարող է լինել ընդհուպ կուրություն մինչև 100% օրինակ ինչ-որ մի աչքը չտեսնի։ Կան նման դեպքեր, այսինքն դա միգրենի աուրան է, այսինքն նախա գլխացավային վիճակը, որից հետո միշտ առաջանում է գլխացավ, եւ որ գլխացավը սկսվում է, այդ աուրան, այսպես ասած, ինքը կորում է, անցնում է։ Ու սովորաբար միշտ տեսախտանիշները իրանք վերանում են գլխացավը լինել վերջանալուց հետո։ Այսինքն լինում են միայն գլխացավի հետ։ Դա կոչվում է աուրա։ Դա այնուհետև առաջանում է մի կիսագնդով ցավ, պուլսացնող բնույթի, որը տևում է մինչև 3 օր, սրտխառնոց, բսխում, լուսավախություն, ձայնավախություն, դա սա կլասիկ միգրենն է։ Կարող է լինել առանց աուրայի, այսինքն մինչև գլխացավը ոչ մի բան չի նախորդում, միանգամից սկսում է գլխացավը։ Էլի ընթանում է մինչև 3 օր,
Մինչև 72 ժամ կարող է տևել, էլի սրտխառնոցներ լինեն, փսխում կարող է լինել, կարող է չլինել փսխումը, ու սովորաբար բնականաբար սովորական ցավազրկողները չեն ազդում, օգնում են տրիպտանների կարգի դեղորայքներ, այսինքն միգրենի համար նախատեսված դեղորայքներ։ Դրանք պուլսացնող բնույթի ցավեր են, այսինքն այսպես պուլսացնող, ոնց որ մի կիսագնդով անընդհատ տպ խփում, ոնց որ մեր սրտի աշխատանքը, բայց գլխում շատ սուր ուժեղ բնույթի, որից մարդիկ աշխատունակությունը կորցնում են, չեն կարողանում խոսել, շփվել, աշխատել, բնականաբար իրենց կյանքի որակը դրանից միանգամից ընկնում է։ Կան ոչ կլասիկ միգրեններ, որոնք որ չեն ընթանում այսպես կլասիկ, բայց բնականաբար տարբեր անամնեստիկ տվյալներ հավաքելով մենք հասկանում ենք, որ այո, դա միգրենն է։ Կարող է առաջանալ զուտ ձեռքի ոտքի թուլություն, դա միգրենի տեսակներից մեկն է առանց գլխացավի, որը կարող է առաջանալ օրինակ սամոքսաղեքային տրակտի խնդիրներ, որոնք նույնպես միգրենի տեսակներից մեկն են։ Դրանք շատ հազվադեպ հանդիպող տեսակներն են, բայց դրանք համարվում են միգրենի տեսակներ։ Դրանք կարող են ուղեկցվել գլխացավով, կարող են չուղեկցվել գլխացավով։ Դա քանի ժամ է տևում կամ քանի օր։ Մինչև 72 ժամ կարող է տևել, կարող է ավելի քիչ, այսինքն 1-ից 3 օր սովորաբար, կարող է լինել 4 ժամ, կախված մարդուց, կախված իր ստացած այլ դեղորայքներից, կախված շատ բաներից, այսինքն մինչև 72 ժամ կարող է տևել։ Ժառանգական բնույթ է կրում, թե ցանկացած մարդու մոտ կարող է ի հայտ գալ։ Ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց պարտադիր չէ, որ անպայման հարազատներից ինչ որ մեկը ունենա։ Ինչպիսի հետազոտություններ պետք է կատարի մարդը, որ հասկանա, թե իր մոտ գլխացավի որ տեսակն է առկա։ Ամենակարևորը ճիշտ անամնեստիկ տվյալների հավաքումն է բժշկի կողմից։ Գրագետ նյարդաբանական զննումը, անամնեզի ճիշտ հավաքումը արդեն իսկ այսպես ասած մեր ախտորոշման 80%-ն է։ Տվյալ դեպքում միգրենի լարվածության տիպի գլխացավը, կլաստերային գլխացավը եւ հիպնիկ գլխացավը իրենք չունեն այնպիսի հետազոտություն, այսինքն չկա այնպիսի հետազոտություն, որ մենք անենք ու ասենք հաստատ իր մոտ էս ինչ բանն է, որտեղ այս հետազոտությունը ցույց տվեց, ոչ։ Այդ դիագնոզը տրվում է անամնեստիկ տվյալների եւ այլ հիվանդությունների բացառման սկզբունքով։ Այսինքն կարող ենք օրինակի համար մենք մտածել, որ գլխեղում կա ինչ-որ մի խնդիր, օրինակ ուռուցք, օրինակ նյարդաանոթային կոնֆլիկտ, այսինքն նյարդաանոթը իրար շատ մոտ են գտնվում, որից որ ամեն արյաշրջանառության ժամանակ, երբ որ ունենում ենք պուլսացիա անոթներում, շատ մոտ գտնվի նյարդին, որը որ առաջացնի, այսպես ասած, գլխացավը, ու ամեն պուլսացիայի ժամանակ մի փոքր ճնշման տատանման ժամանակ իր մոտ առաջանա գլխացավը։ Կարող է նման բան լինել, օրինակի համար ինքը տրիգեր հանդիսանալ, որովհետեւ միգրենոզ ցավերը կամ կլաստերային ցավերը դրսևորվեն։ Կարող է լինել ներկանգային հիպերտենսիա, որը նույնպես նպաստում է միգրենոզ ցավերի սրացմանը, չի առաջացնում դրանից միգրեն, բայց դրանից սրանում են միգրենոզ ցավերը։ Օրինակ կանանց մոտ շատ հաճախ ինչի են այդ միգրենը սովորաբար միշտ ասում, որ ցիկլի հետ շատ մեծ կապ ունեն, հորմոնալ փոփոխությունների հետ կապ ունեն եւ ավելի շատ առաջանում են կանանց մոտ, որովհետեւ ցիկլի ժամանակ գրեթե բոլոր կանանց մոտ առաջանում է ներկանգային ճնշման մի փոքր ավելի բարձրացում, որը որ կարող է նպաստել, որպեսզի միգրենոզ ցավերը սրվեն։ Ճիշտ է, դա չէ պատճառը, որպեսզի առաջանա, բայց դա նպաստում է, որպեսզի սրացում լինեն։ Այսինքն մենք շատ դեպքերում, եթե կլասիկ միգրեն չենք ունենում, շատ դեպքերում կատարում ենք օրինակ գլխուղեղի հետազոտություն կամ այլ որոշակի հետազոտություններ, բացառելու այլ խնդիրները կան թե չկան, որոնք որ կարող են բերել գլխացավերի։ Բացառելու ժամանակ, երբ որ մենք արդեն իսկ բացառում ենք բոլոր տեսակի խնդիրները եւ ունենք համապատասխան անամնեզ եւ անալիզներ, որոնք որ նորմալ են եւ չեն կարող բերել այլ տիպի գլխացավերի, նոր արդեն մենք կարող ենք ասել, որ այո, դա միգրեն է։ Բայց հստակ օրինակ MRT հետազոտություն, որից որ մենք տեսնում ենք, որ սա միգրեն նման բան գոյություն չունի։ Այսինքն MRT-ով չի երևում, որ մարդու մոտ այո միգրեն է։ MRT-ով երևում է, որ չկա խնդիր, օրինակ, չկա ուռուցք, չկա անևրիզմա, չկա անոթային ինչ-որ այլ խնդիրներ, հազար ու մի բան, բայց որ երևա, որ մարդու մոտ միգրեն է ու դրվի ախտորոշում միգրեն MRT-ով ու այլ հետազոտություններով նման բան չկա։ Այդ դեպքում ինչպես է բուժվում միգրենը։ Բուժվում է երկու տեսակով։ Կախված նոպաների հաճախականությունից եւ նրանց ուժգնությունից արդեն իսկ բժիշկը որոշում է բուժման տեսակը։ Եթե նոպաները հաճախակի են,
այդ դեպքում մենք անում ենք պրոֆիլակտիկ բուժում, այսինքն որոշակի դեղորայքային խումբ, որ նպաստում է, որպեսզի այդ միգրենիոզ ցավերը չառաջանան։ Եթե դրանք հաճախակի են, մարդ այդ դեղորայքը պետք է անընդհատ խմի, ստաբիլ օրինակ 1-2 դեղորայք, որ պահում է, որպեսզի իր մոտ այդ ցավը չառաջանա։ Եթե քրոնիկ չի, օրինակ լինում է ամիսը 1 անգամ կամ 2 ամիսը 1 անգամ, այսինքն հազվադեպ, մենք անում ենք բուժում ցավի, այսինքն նոպայի բուժում տվյալ պահին, երբ որ մարդը գիտի, որ հեսա իր ցավը սկսելու է, իսկ տվյալ մարդիկ բոլորը գիտեն, որ հեսա իրենց ցավը սկսելու է, որտեղ ինքը շատ, այսպես ասած, իրենց համար դառնում է սովորական, իրենք որ ցավը սկսվելու ժամանակ արդեն գիտեն, որ հեսա սկսվելու է, այդ ժամանակ խմում են իրենց դեղորայքը եւ ուղղակի ցավը չի սկսում։ Նույնիսկ եմ ասում, եթե դա քրոնիկ չի ու հազվադեպ բնույթ է կրում, եթե քրոնիկ է ու հաճախակի է, արվում է պրոֆիլակտիկ բուժում, այսինքն ամենօրյա դեղորայք, որպեսզի ցավը չառաջանա։ Մի որոշ ժամանակ հետո, երբ որ օրգանիզմը հանգստանում է, մենք կարող ենք փորձել հանել դեղորայքը այդ պրոֆիլակտիկ բուժում կատարելու ու հսկել պացիենտին, տեսնել ինչ վիճակում է, իր մոտ ցավերը շատանում են, եթե չեն շատանում։ Եթե չեն շատանում, օրինակ լինում են ամիսը 1, մենք կարող ենք էլի անցնել նոպայի բուժման տարբերակին։ Եթե ոչ, էլի խմում է իր պրոֆիլակտիկ դեղորայքը։ Կատարվում է բոտուլինոթերապիայով բուժում, այսինքն կան կետեր, հատուկ կետեր, որոնց այդ կետերում արվում է բոտուլինո տոքսինի ներարկում եւ մոտավորապես 3-ից 6 ամսվա ընթացքում կարող է պահել, որպեսզի չառաջանա այդ գլխացավերը, բայց դա շատ ինդիվիդուալ է եւ 100% դեպքերում չի որոքնում է, դա այսինքն կախված է մարդուց, իր զգացողությունից, ինքնա բոտուլինոթերապիայի ազդեցությունից, այդ պատճառով էլի 100%-անոց, այսպես ասած, բուժում չէ, ու քանի որ բոտուլինոտոքսինը ինքը ազդում է մինչև 6 ամիս, ճիշտ է, կա մարդիկ, ում մոտ որ շատ ավելի երկար է օրինակ ազդում եւ մնում օրգանիզմում, բայց սովորաբար միջինում մինչև 6 ամիս։ 6 ամսից հետո միգուցե կարիք լինի, եթե լավ ազդեցություն ունենա, նորից ներարկման։ Կան դեպքեր, նույնիսկ եմ ասում, կախված դա արդեն օրգանիզմից, կախված անհատականությունից կարող է լինել այլ ախտանիշներ, պապոչներ, այսպես ասած ախտանիշներ հենց բոտուլինոթերապիայի ու բոտուլինոտոքսինի ազդեցությունից, բայց բնականաբար դրանք զգուշացում են պացիենտին, որ կարող է լինել նման բան, բայց նույնիսկ եմ ասում, գրագետ արվելու դեպքում դրանց հավանականությունը շատ քիչ է։ Հիմնականում գլխացավերի որ տեսակներն են տարածված։ Մեզ մոտ եւ ամբողջ աշխարհում տարածված է գլխացավերի լարվածության տիպի գլխացավերի տեսակը, դրանք մոտավորապես 80%-ն են կազմում գլխացավերի ու առաջանում են գերօգնությունների, լարվածությունների, ստրեսների, կերծանրաբեռնվածության, քնի խանգարումների, այսպես ասած, մեզ տանջելու չհանգստանալու հետևանքով, իսկ մեր հայ ժողովուրդը հիմնականում այդպես էլ ապրում եւ աշխատում է, ցավոք, ու այդ գլխացավերը անխուսափելի են, բոլորի մոտ առաջանում են։ Մեծ մասը գլխացավի դեպքում օգտագործում են ցավազրկող դեղորայք, բայց չափ գոյություն ունի, եթե շաբաթվա մեջ 2-3 անգամ գլխացավ ունեցան, անընդհատ խմեն այդ ցավազրկող դեղորայքը։ Շաբաթվա մեջ 2-3 անգամ գլխացավը արդեն իսկ համարվում է քրոնիկ, այսինքն անպայման դա պատճառ է, որպեսզի դիմել բժշկի։ Բնականաբար չեն դիմում են այն ժամանակ, երբ որ այդտենց ամեն անգամ ցավազրկող խմելով 1-2-3, հետո դոզաներ են բարձրացնում, հետո 2 ցավազրկող են խմում, հետո 4 ցավազրկող են խմում ու դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն իսկ այդ ցավազրկողները չեն ազդում ու առաջանում են ամենօրյա գլխացավերը, այսինքն մարդը ամեն օր ցավազրկող է խմում, ամեն օր գլխացավ ունի ու այդ ցավազրկողը չի օգնում։ Դրանք արդեն իսկ շատ դժվար կառավարելի գլխացավերն են, որովհետև բնականաբար նման ցավերի ժամանակ մենք ցավազրկող չենք նշանակում, բայց օրգանիզմը արդեն իսկ զգայուն է բոլոր տեսակի դեղորայքի հանդեպ ու կայուն է դառնում ոչ միայն ցավազրկողների, նաև մենք ունենք այսպես ասած երկրորդային տիպի գլխացավերի տեսակ, որոնք որ հենց առաջանում են ցավազրկողների չարաշահումի հետևանքով։ Այսինքն եթե մենք ցավազրկողների չարաշահում ենք, միանում է նաև մյուս տիպի գլխացավ այդ ցավազրկողների հետևանքով առաջացած։ Այսինքն մենք ունենում ենք եւ այդ լարվածության տիպի գլխացավը եւ մյուս երկրորդային տիպի ցավազրկողների չարաշահումից առաջացած գլխացավերը։ Բնականաբար դա բժշկի այսպես ասած
Խնդիրը ավելի է մեծացնում, որտեղ բարդացնում ու շատ դեպքերում այն դեղորայքը, որը որ մենք նշանակում ենք, իսկ դա մենք արդեն իսկ չենք կարող նշանակել, դրանք անտիդեպրեսանտ խումբ դեղորայքներն են, այսպես ասած, անհամաձայնություն առաջացնում պացիենտների շրջանում, բայց ինչի պիտի ես դա խմեմ, բայց նման դեպքերում, երբ որ քրոնիկ է դառնում ու կենտրոնացած է արդեն իսկ գլխուեղում, ցավը, մենք չենք կարող անցկացնել գլխացավը առանց դրանց։ Ցավազրկողը օգնելու փոխարեն այ վնասում է։ Եթե դրանց չարաշահում ենք անում, այո։ Ու բացի դրանից ամեն գլխացավիջի, որ ցավազրկողները օգնում են։ Դրա համար նույնիսկ եմ ասում, եթե գլխացավերը հաճախակի են, անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի հասկանան գլխացավի որ տեսակն է, ոչ թե տենց անիմաստ անընդհատ ցավազրկողներ խմել։ Որպեսզի լարվածության հետևանքով գլխացավ չառաջանա։ Ինչ լուծումներ եք առաջարկում։ Քնի խանգարումները կարգավորել ամենաառաջինը մեր բոլոր նյարդաբանական խնդիրների հիմքում ընկած է ոչ առողջ քունը։ Այսինքն մենք սկսում ենք քնել առողջ, շատ բաներ կարող են փոխվել։ Ռեժիմի փոփոխություն, մաքուրոտ, հանգիստ ռեժիմ պարտադիր պետք է մարդը ունենալ, նորմալ սնվի, որոշակի սպորտային ակտիվություն ունենա եւ առողջ քնի։ Նման դեպքերում բոլոր տեսակի նյարդաբանական խնդիրների լուծման չեմ վախենա ասեմ 30-ից 40%-ը կանցնի։ Մնացածը ինչ որ մնա, մենք շատ ավելի հեշտ կկարգավորենք։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ։